Բարի օր, ես Հարությունյան Սաթենիկն եմ, մանկաբույժ, մուկովիսցիդոզի մասնագետ, համալսարանական մուկովիսցիդոզի կենտրոնի բժիշկ։ Այսօր որոշել եմ անդրադառնալ բրոնխոէկտազների թեման, քանի որ վերջին տարիներին մեզ հաճախ դիմում են պացիենտներ բրոնխոէկտազներով և որոնցից մի քանի հոգու մոտ մենք ախտորոշել ենք ուշացած կամ չախտորոշված մուկովիսցիդոզ և այլ հիվանդություններ, դրա համար հետաքրքիր վերնագրել եմ իմ այսօրվա շատ կարճ հաղորդագրությունը, մանկությունս հետ բերեք կամ խնդրում եք ասեք, որն է իմ հազի պատճառը։ Այսօրվա հիշեցումը ուղղված է ինտերնիստներին, թոքաբաններին, կրծքային վիրաբույժներին և դիմատոլոգներին։ Ինչ է քննարկվելու և ինչ է բրոնխոէկտազը, ինչպես ճանաչել։ Քննարկվելու արդյոք կարևոր է ճշգրիտ ախտորոշումը և քննարկվելու է բրոնխոէկտազների ախտորոշման համառոտ ալգորիթմը հիմնված մասնագիտական ասոցիացիաների ապացուցային ուղեցույցների վրա։ Ինչու՞։ Երբեմն հասուն տարիքի հիվանդությունները իրենց արմատներով գնում են դեպի մանկություն և երբեմն մանկաբույժները կարող են օգնել մեծահասակների մասնագետներին աջակցել ախտորոշել օրինակ բրոնխոէկտազների պատճառները։ Ինչ է բրոնխոէկտազը։ Քրոնիկ շնչառական խնդիր է։ Երբ որ առկա է բրոնխիալ ծառի մաքրման խանգարում, խանգարված է մուկոցիլյար կլերոսը, երբ որ առկա է քրոնիկ վարակ բորբոքում և ամենի հետևանքով շնչուղիներում հարաճուն դեստրուկցիա է զարգանում, ձևախախտում, փոփոխվում է տեսքը բրոնխների, լայնանում է լուսանցքը և առաջանում է բրոնխիալ ծառի և ընդհանրապես բրոնխոթոքային համակարգի ռեմոդելավորում։ Կլինիկական բնորոշում։ Ինչ է բրոնխոէկտազը։ Ոնց մտածել, ինչ կարող են կլինիկորեն տեսնել։ Իհարկե նաև աուսկուլտատիվ փոփոխությունները շատ մեծ դեր ունեն, բայց դա առաջին հերթին քրոնիկ, երկարատև պրոդուկտիվ հասն է, ամենօրյա թարախային նեղնականաչավում և մտահաճախտով մեծ ուսանողական տարիներին շատ հետաքրքիր բնորոշվել որպես լիքը վերանով առավոտյան դատարկվող հաս։ Բրիտանական ուղեցույցները տալիս են 8 շաբաթ և ավելի։ Սակայն կլինիկական աուսկուլտատիվ տվյալների հետ զուգահեռ վերջին խոսքը ախտորոշման մեջ համակարգային շերտագրության, որոնք են ցուցիչները համակարգային շերտագրության։ Դա բրոնխի ներքին լուսանցքի և հարակի ծակերակի տրավմագծի հարաբերությունը մեծանում է մեկից, այսինքն լայնանում է ներքին լուսանցքը։ Բրոնխիալ ծառի ճյուղավորման արխիտեկտոնիկան է խանգարվում։ Եթե լուսանցքը աստիճանաբար պետք է փոքրանա, այստեղ այն չի փոքրանում։ Բրոնխների տեսանելիությունը կոստալ պլեուրայի մոտ 1 սանտիմետր հեռավորության վրա, քանի որ հաստացածն է լցված է խորքով, երևում է համակարգային շերտագրման կտրվածքների վրա։ Եվ շատ հետաքրքիր այսպես կոչված նքսաբլուրը կտեսնենք իհարկե տրամվայի գծերի նման պատկերը ցիլինդրիկ բրոնխոէկտազների ժամանակ։ Անուղղակի նշանները։ Դրանք խորքով կամ շնչուղիների պինդ, սեկրետով խցանման նշաններն են։ Դա բողբոջված ծառի նշանը թրիմար, մատերը ձեռնոցով ախտանիշն է, ֆինգերընկլավ, շատ հետաքրքիր ախտանիշներ են, որոնք ոչ սպეციფիկ են, բայց այստեղ անուղղակի կարող են խոսել խորքով խցանման մասին, օդհեղուկ մակարդակները և իհարկե օդային թակարդները, ավելի մանրամասն։ Կրիքով մատանի, երբ որ միջնադարյան թագավորները այդ մատանիով կրքել են ինչ-որ հրաման։ Եվ քանի որ բրոնխը ավելի լայն է, քան հարակից անոթը, ստացվում է այդպիսի հետաքրքիր պատկեր։ Տրամվայի գծերի նման պատկերը մենք տեսնում ենք ցիլինդրիկ բրոնխոէկտազների ժամանակ։ Եվ նորմալին բրոնխը հաջորդաբար պետք է լուսանցքը բրոնխի նեղանա բրոնխիալ ծառին, որ մենք չենք տեսնում այդ հաջորդականությունը, մենք չենք տեսնում իհարկե բրոնխոէկտազների ժամանակ։ Օդհեղուկ մակարդակներ։ Տեսնում ենք այստեղ օդհեղուկ մակարդակները սեկրետով լացված բրոնխները, օդի
թակարդներ, ինչ են այս ներկայացնում։ Սա երևում է արտաշնչական, ուրեմն պատկերի վրա եւ պատճառը օդի կուտակումն է թոքերում այդ խցանված շնչուղուց ավելի ծիստա, որի արդյունքում եւ նաեւ խանգարված պերֆյուզիայի արդյունքում առաջանում են մյուս բնորոշ պատկերը, ուրեմն մոզաիկ պատկերը։ Շատ ուզում եմ խոսել բողբոջող ծառի պատկերի մասին եւ մատ ձեռնոցով այս պատկերի մասին, դրանք որ սպეციფიկ նշաններ են, բայց այս բaragայում խոսալ բրոնխների խորխով խցանման մասին, պին սեկրետով, դժվար մաքրվող սեկրետով, ինֆեկցիա սեկրետով խցանման մասին։ Եվ սովորաբար, քանի որ բրոնխը եւ հաստացած է եւ լցված է սեկրետով, ոսկրային եւ այդ 1 սանտիմետր այդ տարածքում երևում են ուրեմն բրոնխները տեսանելի են։ Երբ մտածել բրոնխեկտազների մասին։ Այսինքն, եթե մենք չունենք ախտորոշված մուկովիսցիոզ, ցելիակիաս ֆինեզիա, իմունոդեֆիցիտ, այս թերախայինները, որոնց ժամանակ կա բրոնխեկտազ եւ կա հորմոնականություն, այլ պարագայում, երբ մտածենք եւ ուղեդրենք պացիենտին համակարգային շրջակցության։ Պացիենտներ, որոնք ունեն երկարատև, նշեցի, որ բրիտանական ասոցիացիայի թոքաբանների ասոցիացիան տարածում շատ պատիվ ավել երկարատև պրոդուկտիվ հաս թարախային բնույթի խորքով, այդ լիքվելանով, ռևմատոիդ արթրիտով, կամ այլ ռևմատոլոգիական հիվանդություններով, աղիների բորբոքային հիվանդություններով պացիենտներ, որոնք ունեն այդ քրոնիկ թաց հազը պրոդուկցիայով կրկնող շնչառական հիվանդությունների երկարատև հասով։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պացիենտներ, որոնք ունեն հաճասարացումներ ու թաց հազ էլի, որոնց մոտ հայտնաբերվում է հատկապես պսևդոմոնաս կապտոթարախածին ցուպիկ։ Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդության դեպքում, երբ կա երկարատև այս թաց հազը սիկրետով դեղնավուն դեղնականաչավուն, երբ որ լինում են էլի կրկնվող շնչառական վարակներ երկարատև հազը։ Քրոնիկ սա շատ ուզում եմ օտոլարինգոլոգներին, թարախային ռինոսինուսիտով, պոլիպներով պացիենտները, որոնք բուժմանը տորպիլ են, հատկապես եթե առկա է երկարատև պրոդուկտիվ դեղնավուն խորխով տհաճ կամ գորշավուն ունի, շատ բնորոշ է, ոչ թե դեղնավուն, այլ դեղնա, ովքեր աշխատում են քրոնիկ թոքային պացիենտների, իրանք կարող են ասել, որ դա երբեմն այդպես լավ կանաչ կամ դեղին չի, դեղնականաչավուն գորշավուն խորխ է։ Դժվար կառավարողացման, հաճախակի սրացումներ են հազով, եւ հատկապես այդտեղ չպետք է մոռանալ ասպերգինայի մասին, անամնեզում միավոր, օրգանների տրանսպլանտացիա պացիենտներ, եթե ունեն համապատասխան կլինիկա, կրկնվող սուր պացիենտ, պանկրեատիտով պացիենտներ, դա շատ տարօրինակ է հնչում, բայց չէ՞ որ կրկնվող սուր պանկրեատիտների ժամանակ պարտավոր ենք նաեւ բացառել մուկոսոզի գենի մուտացիաները կամ կատարենք քրտինքի տեստ, որպեսզի բացառենք մուկոսոզը կամ մուկոսոզի գեն կապյալ հիվանդություն։ Եվ եթե մենք այս արձանագրում ենք, որ ունենք մուկոսոզի գենի երկու մուտացիա կամ ունենք դրական քրտինքի տեստ, ապա պետք է անպայման մտածենք նաև այլ օրգանների ախտահարման մասին։ Իսկ ինչ անել, երբ հայտնաբերվում են բրոնխեկտազներ, վիրահատել ու վերջ, դա այնուամենայնիվ կատարել էտիոլոգիական ախտորոշում։ Մինչ ուղեցույցներին անցնել է, որոշեցի հարցնել AI-ին եւ տեսեք ինչ գրեց մեզ, տվեց մեզ արհեստական բանականությունը։ Բրոնխեկտազների հետագա առաջընթացը, եթե դու միայն վիրահատում ես եւ վերջ, կարող է շարունակվել թոքերի մյուս հատվածներում։ Էտիոլոգիական պատճառը մնում է չբացահայտված եւ նրա պատճառով վիճակի բարելավումը կարող է շատ չնչին կամ ժամանակավոր։ Խոսքը այստեղ գնում է տարածում բրոնխեկտազների մասին հատկապես։ Իսկ եթե այնուամենայնիվ կատարում ենք էտիոլոգիական ախտորոշում, բրոնխեկտազների հետագա առաջընթացը հարաճումը դանդաղում է եւ կանգ է առնում։ Էտիոլոգիական պատճառը հայտնաբերվում եւ բուժվում է, որ անդրադառնում է հիվանդի եւ կյանքի տևողության եւ կյանքի որակի վրա։ Եվ AI-ի եզրակացությունը միշտ արժեք ընտրել պատճառը։ Էտիոլոգիական ախտորոշումը նպատակային բուժումը բարելավում են հիվանդի վիճակը եւ երկարաժամկետ արդյունքները։ Այո, եւ արհեստական բանականությունից հետո ես ձեզ ներկայացնում եմ համառոտ, շատ համառոտ ալգորիթմ ըստ եվրոպական, ամերիկյան եւ կոլումբիական վերջույթների։ Մուլտիդիսցիպլինար մոտեցում։
Առաջինը, որ շատ կարևոր է, պետք է կատարել բրոնխոսկոպիկ հետազոտություն, անպայման միկրոբիոլոգիական ախտորոշումը։ Երկրորդը պարտադիր է բրոնխոէկտազների դեպքում ախտորոշել ոչ տիպիկ միկոբակտերիաները, այսինքն պարտադիր է հետազոտությունը ոչ տիպիկ միկոբակտերիաների վերաբերյալ։ Անպայման պետք է մտածել չախտորոշված դասական կամ ատիպիկ մուղորձոզի մասին, այսինքն պարտադիր է մուկովիսցիդոզի մասնագետի խորհրդատվությունը։ Պետք է մտածել ցելիակիայի մասին, եթե պացիենտը նշում է անամնեզում կրկնվող էքսոդատիվոզիտներ, նույնիսկ ծանր վիրահատություններով, լսողության խանգարում, քրոնիկ տորպիկ վենոս սինուսիտ, եթե առկա է սիտուս ինվերսուս, եթե պացիենտը ունի ֆերտիլության խնդիրներ, անպտղություն, պարտադիր է իմունոլոգիական սկրինինգը, համապատասխան կլինիկական ցուցիչների դեպքում, ռևմատոլոգիական սկրինինգը, բազալ պանացինար էմֆիզեմայի դեպքում պարտադիր է բարձրացնել alpha-1 անտիտրիպսինի բալբոդիֆիցիտը, ստամոքս որգորային ռեֆլուքսի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն, անպայման միակ շրջաբանական ախտորոշում և իհարկե ասպերգիլոսի ախտորոշում։ Դուք ուղեցույցները կարող եք գտնել, դրանք բաց են կամ համապատասխան մասնագետների հետ քննարկեք այս ուղեցույցները, շատ կարճ, շատ հակիրճ են ներկայացնում, ուղղակի հիշեցում, թե ինչ պետք է անել, երբ որ ձեր դիմաց բրոնխոէկտազներով պացիենտ է։ Դա բազալպանացինար էմֆիզեման է, alpha անտիտրիպսինի դեֆիցիտի ժամանակ խնդրում եմ շատ ուշադիր եղեք և մի շատ պարզ պատճառ։ Չմոռանանք քրոնիկ ծխողների, նույնիսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ համախտանիշի բացակայության դեպքում խնդրում եմ այս պացիենտներին չմոռանալ և հիշել, որ բրոնխոէկտազները կարող են ունենալ շատ պարզ մի պատճառ, որը ծխելն է։ Եվ շնորհակալություն ուշադրության համար, ուզում եմ շատ նշել, որ շատ կարևոր է ցանկացած հիվանդություն ախտորոշումը, առաջինը և ուժերի իրազեկումը, ճիշտ թիրախային ախտորոշումը, որպեսզի կառավարես այդ հիվանդությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։